Ողջունում ենք ձեզ մեր մանկապարտեզի կամարների տակ։ Այսօր 2014 թվականի աշնան վերջին աշխատանքային օրն է մանկապարտեզում։ Մենք ուզում ենք այսօրը նշել ձեզ հետ, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը։ Շատ ուրախ ենք ձեզ համար։ Ձեզ այսօր կուրախացնեն մանկապարտեզի ավագ երկրորդ խմբի սաները, 5-ից 6 տարեկան երեխաներ, ովքեր աշնան տոնը վերածելու են հացի գովքի։ Կոնկրետ մեր լավաշի գովքն է լինելու այսօր ձեզ համար և մեզ համար ևս։ Երեխաների հետ աշխատել են մանկավարժ Մանուշակ Անտոնյանը, դաստիարակներ Հասմիկ Մարկարյան, Մարինե Ադամյան և երաժշտական դաստիարակ Լուիզա Պետրոսյան։ Խոսքը տանք երեխաներին։
Որից մարդիկ թխում են։ Իսկ դու գիտեք, երբ գետնին հացի փշրանք է ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակը իջնում է և մեկ ոտքով կանգնում հացի փշրանքի վրա, որովհետև հացը գետնին գցելը մեղք է, քանի որ հրեշտակների համար դժվար է մեկ ոտքի վրա կանգնել, մարդիկ պետք է շտապեն հրեշտակին օգնության, հացը գետնից վերցնեն և դնեն բարձր տեղ, որովհետև հացը ընկել է թոնիրը, մաքրվել և մկրտվել է։ Վաղուց կանգը մարդկանց համար դժվար է եղել, թափանել են միշտ և չեն հասկացել, որ ժամանակը պետք է խնայել, աշխատանքը մեջ պետք այն վատն է։ Եվ ահա մի օր տխուր գլխիկար ման էին գալիս և նրանց միջից մի փոքրիկ տղա բերանը դրեց սերմյակ և չչես նրան կանչեց բոլորին։ Համեղ դուք է պացեցեք և պացեց ժողովուրդ հայ ու ատիկայ օրդնեցի նրան և սուրբ անունով հացատիկ անվանեցին։
հացիա մեջ, այդ հացը մենք կամանենք լավաշ, որ կդառնա աշխարհամենահամեղացը։ Եկեք բացենք։ Եվ մեկը տանիր է վարում, հատ է տխում լավաշի բուրը, տարածում է առաջին յոտ լավաշը, բաժանում է արևանին, ասելով որ դա մատաղ է։